Ողջույն սիրելի ընկերներ, ես Տեվա Սարուխանյանն եմ, ներկայացնում եմ Հայ գյուղը։ Երկար ժամանակ է նման ուղիղ եթեր չեմ ունեցել եւ առհասարակ ժամանակի խնդիր ունենալու պատճառով չեմ հասցնում ավելի հաճախ ուղիղ եթերով ներկայացնել գյուղերը, այցելություններս եւ պատմել ավելի մանրամասն։ Առավոտից էլ մտածում էի ունենամ ուղիղ եթեր թե չէ, բայց պիտի լինի ինքնաբուխ, այդ պահին ցանկանամ եւ որոշեմ ձեզ հետ կիսվել։ Իրականում գտնվում եմ Վայոց ձորի մարզի Նոր Ազնաբերդ գյուղում, հյուր ենք եկել Ալվարդին, ովքեր հետևում են էջիս, 3 պարոն Միսակի պատվին եւ հերոսների պատվին հուշարձանի բացումներ, որտեղ շատ գեղեցիկ միջոցառում էր կազմակերպված եւ պարոն մարզպետը աշխատակազմով եւ Ալվարդը հրաշալի համակարգել էր գեղեցիկ մշակութային համարներ, բայց ուզում եմ խոսել փակվող գյուղերի մասին, իդեմս Ազնաբերդի եւ նշել, որ Հայաստանի հենքն ու հիմքը դա հեռավոր գյուղերն են, որոնց ես անվանում եմ գոտի գյուղեր, որոնք պահում են մեր մեջքը, մեր ողնաշարը, այսպես ասած, որ ձիգ լինի եւ սահմանապահ գյուղերի դատարկվելը նաեւ ունի շատ լուրջ ստրատեգիական խնդիր եւ երբ որ գյուղում կա 20-30 ընտանիք, 15 ընտանիք, այս պահի դրությամբ Նոր Ազնաբերդում 18 ընտանիք, 20-30 տարի հետո այստեղի տարեցներն էլ չեն լինելու, երիտասարդները հեռացած են լինելու, որովհետեւ գյուղում պահող բան չկա եւ ունենալու ենք հերթական մեռած գյուղը եւ չկա գյուղ, չկա խնդիր պատկերը։ Իրականում գյուղը գյուղացով է պահվում, գյուղը բնակիչով է պահվում եւ առհասարակ ինչու պիտի գյուղացին ապրի հեռավոր գյուղում, սահմանամերձ սահմանապահ գյուղում եւ ինչ առավելություն կամ արտոնություն պիտի ունենա։ Իրականում պետական ծրագրեր ունենք եւ 16 միլիոնի ծրագիրը, որը հուսամ ավելի համակարգված կաշխատի եւ ոչ թե մեծահարուստները կկառուցեն այդ 16 միլիոնի շրջանակում տներ, որտեղ որ չեն բնակվի, այլ պարտադիր պայմաններ կլինեն, որ այն մարդուն, ում կառավարությունը նվիրում է 16 միլիոնը, որը փոքր թիվ չի, մարդը պետք է պայմանագիր ունենա, պարտավորված լինի, որ առնվազն 5 տարի պիտի ապրի գյուղում, նրա երեխաները այդ գյուղում դպրոց գնան, թե չէ պատկեր ունենք ոչ միայն Վայոց ձորում, բայց գյուղեր չնշեմ, օրինակ 30 տուն է կառուցվել 16 միլիոնով, բազմապատկեք 16 միլիոնը 30-ով, կստանաք շատ մեծ կլորիկ գումար, որը մեր պետության բյուջեից է, որը մեր կառավարության եւ ղեկավարների շնորհիվ է, եւ այդ 30 տունը կառուցել են մեծահարուստները, ովքեր ավելի գիտակ են, նաև խելացի են, հնարավորություն ունեն եւ այդ պահին հողը գնելու, թղթաբանությամբ զբաղվելու, բանկեր գնալու, այսինքն սովորական գյուղացին ինքը գիտակել չի եւ ինֆորմացված չի եւ ծրագրերը իրականացնելուց առաջ առհասարակ պետք է նաև գյուղերում անցկացվեն դասընթացներ, ինֆորմատիվ դասընթացներ, որ դա բոլորի համար է, երկիրը բոլորինս է, գյուղը բոլորինս է եւ ծրագրերը նաև վերաբերում են առաջին հերթին հենց այդ գյուղում բնակվող մարդկանց, ովքեր օրինակ ունեն ընտանիքում ապրում են մեծերը եւ երիտասարդ ընտանիքը, կարելի է առանձնանալ եւ այդ 16 միլիոնի շրջանակում տուն կառուցել, իսկ այս պահի դրությամբ կարծեմ ծրագիրը դադարեցված է, բայց բացվելու դեպքում էլ ստացվում է, որ շատ հրաշալի ծրագիր է իրականանում եւ իրականում այդքան էլ գյուղացիները չեն օգտվում։ Սա ուղղակի ակնարկի տեսքով այս ծրագրի շրջանակում, իսկ հիմա ուզում եմ խոսեմ Նոր Ազնաբերդի մասին։ Նոր Ազնաբերդ գալիս եմ դեռ 18 թվականից, գալիս եմ Ալվարդի հրավերով, ում բոլորը ճանաչում եք, ովքեր ինձ ընկեր են եւ ամեն տարի եմ գալիս, տարին մի քանի անգամ եմ գալիս, ինչքան հյուրեր ենք ունենում, բոլորին այստեղ ենք հրավիրում։ Ավստրալիայի հայ համայնքի Գայանեի Էլենի աջակցությամբ 19 թվականին ավտոբուս ենք գնել նվիրել համայնքին, որի ճակատագրի մասին ճիշտն ասած այս պահին այսօրվա դրությամբ ինֆորմացիա չունեմ, նոր հիշեցի, եթերից հետո կճշտեմ։ Եվ տարբեր ծրագրեր մենքի առաքյալների շնորհիվ եւ
մի ընտանիքի համար փեթակներ է գնվել, մի ընտանիքի համար ընկույզ կոտրող սարք է գնվել, իրականում որպեսզի նաև փոխանցեն միմյանց մեղրաքամ սարք, սերմերի ծրագրով ենք եկել, գործիքներ ենք բերել, տարբեր նախաձեռնությունների շրջանակում, գյուղապետարանն ենք ներկել, հիմա այս պահին չեմ հիշում մի գյուղ մի ընտանիք խորագրով միջոցառումը, բայց իրականում այս արված գործերը չի, որովհետև գյուղը պահողը գյուղացին է եւ գյուղացին ներսից ինքը նույնպես պիտի պահի գյուղում թե համերաշխությունը, թե այս սահմանից երկու ոտնահետք է, այստեղից երբ որ վերևում տուն կա, այդ տան պատշգամբից անգամ երևում է թշնամու դիրքը եւ այս տիպի գյուղերը պահում են մեր թիկունքը 18 թվականին, երբ որ եկել եմ գյուղում, եղել է 25 մշտաբնակ ընտանիք, որի մասին այդ ժամանակ խոսում էի ցավով, եւ այսօր 7 տարի անց նորից այս գյուղից ուղիղ եթերով պատմում եմ նոր Ազնաբերդի մասին եւ այսօր այս գյուղում ապրում է 18 մշտաբնակ ընտանիք եւ ես ենթադրում եմ, որ 10 տարի հետո այս գյուղից ուղիղ եթեր եմ անելու ու ասեմ, որ գյուղը մահացել է։ Իրականում միշտ դրական, արևոտ, ուղիղ եթերներով եմ հանդես գալիս եւ փորձում եմ ինքս էլ մոտիվացնել, բայց երբ որ գալիս ես եւ դեմ ես առնում իրականությանը, նաեւ փորձում ես խոսել խնդրի մասին, ոչ թե բողոքելու, այլ լուծում գտնելու համար։ Այս վերջին շրջանում չնայած գիտեք երբեք քաղաքական թեմաներով չեմ խոսում կամ ակնարկներ չեմ անում, որովհետև չեմ էլ հասկանում այդ թեմաներից, ես իմ գյուղի ոլորտը, բայց վերջին շրջանում անգամ քննարկում եղավ, երբ որ մեր ընկերներից մի քանի հոգի, բնականաբար ես ոչ, եւ այդ ամեն ինչը փաստով փաստաթղթով կա, բայց մի քանի ընկերներ Սերս գյուղում գնել էին հողատարածք աճուրդով, որպեսզի հետո այնտեղ որևէ տուրիզմի ծրագիր անեն, ներդրում անեն, պլաններ ունեին, ոգևորված էին եւ համացանցով հայրենիքը սիրելու եւ հայրենասիրություն քարոզելու արդյունքում այս թիմն էլ հիասթափվեց եւ այդ հողերն էլ համարեք պարապուրտի մատնվեցին իրականում, բայց հիմա ես նստած եմ նոր Ազնաբերդում, ուզում եմ դուք տեսնեք, որ ասում եմ երկնքից մեկ կանգառ ներքև, որ ասում եմ եղիր դրախտում կենթանության օրոք, որ ասում եմ մեր երկիրը ամենաչքնաղն է, ամենալավն է, ամենահրաշքն է, ամենասեր երկիրն է, բայց այդ ամեն մեկիս երակների մեջ պիտի լինի, սրտի բաբախի մեջ պիտի լինի, այդ պետք է զգալ ոչ թե Facebook-ում իրար նեղացնելով եւ քննարկելով, որ 3-4 հոգի համայնքով աճուրդով Սերս գյուղում, ընդ որում Սերսը շատ ավելի սարսափելի վիճակում է։ Քննարկելով այդ ամենը հիասթափեցնել գոնե այն 2-3 հոգուն, շատ ցավ եմ ապրում եւ ես լինելով արդեն 20 տարի 2005 թվականից կանաչ արահետում եւ 15 տարուց ավել արդեն գյուղերում, գյուղական զբոսաշրջություն, բարձրարժեք մշակաբույսեր եւ հիմնական շեշտս գիտեք, որ հեռավոր գյուղերն են, 30 եւ քիչ ընտանիք ունեցող գյուղերն են, մահամերձ գյուղերն են եւ այս գյուղն էլ է մահամերձ։ Հիմա բոլորիդ սիրով խորհուրդ եմ տալիս, հրավիրում եմ եւ առաջարկում եմ ու ոչ միայն Վայոց ձորում։ Երբ որ գաք էստեղ, ձեր սրտի բաբախնել է ուրիշ ձև լինելու եւ շնչած թթվածինն էլ ուրիշ է, ուրիշ զգացողություն է, բայց ոչ մեկի համար հարմար չի վեր կենալ 300 կիլոմետր, 200 կիլոմետր հեռու գնալ, բայց Facebook-ում գրառում անել հարմար է, վատաբանել հարմար է, գյուղին չսատարել, ավելի հիասթափեցնել հարմար է։ Ես ամեն անգամ, երբ որ ինչ-որ բացասական գրառում եմ անում, ասում եմ ով իրեն գտավ, ես մեղավոր չեմ, եւ այս ուղիղ եթերի դեպքում էլ եմ ասում, ով իրեն գտավ, ոչ թե ես մեղավոր չեմ, այլ ով իրեն գտավ, ես ձեզ խնդրում եմ, փոխեք ձեր միտքը, որովհետև տուն առ տուն, հոգի առ հոգի փոխելով ենք կարողանալու
ապրեցնել հայրենիքը, իսկ ապրեցնելու համար ձեզնից, մեզնից ոչ մեկիցս ոչինչ կախված չի, բացի նրանից, որ մենք կայանանք, ամեն մեկս մեր ընտանիքով, մեր անձի վրա աշխատելով, ինքնակրթվելով, չբամբասելով, ցեղ չշպրտելով, ուրախանալով իրար եւ հիմա նաեւ կշրջեմ մի փոքր այս տարածքով, հույզերս այնքան իրար են խառնվել, ուզում եմ ձեզ շատ բան պատմել, շատ բանով կիսվել, շատ խորհուրդ տալ, բայց ինձ մոտ էլ հիմա հոգու կանգառ վիճակ է, այսպես ասեմ, հիմա ուղղակի վայելում եմ ազնաբերդը եւ ուզում եմ հասկանալ, որտեղ ենք սխալվել եւ որտեղ ենք սխալվել յուրաքանչյուրս, որովհետեւ այս դատարկ գյուղերը իրականում մենք ունենք եւ 100-ից ավել 8 ընտանիք ունեցող գյուղ, 10 ընտանիք ունեցող գյուղ, ու այս գյուղացիները կան, նրանք գոյություն ունեն եւ իրականում բառը գուցե լավ չհնչի, բայց այն գյուղում, որտեղ բնակվում է 8 ընտանիք, կամ չափից շատ հայրենասեր են, կամ չափից շատ անճար, իսկ սոված հայրենասիրություն չի լինում եւ հիմնականում չափից շատ անճար են։ Եվ եթե կցանկանաք կամ ինչ որ մեկին այս արտահայտությունից դուր չի գա, ես պատրաստ եմ մեկնաբանել, պարզաբանել։ Գյուղերում ոչինչ չկա, խմբակներ չկա, դպրոց չկա, մանկապարտեզ չկա։ Այդ հայրենասիրության որ կետով պետք է ընտանիքը իր երեխաներին պահի գյուղում, առանց կրթության, առանց որակով կրթության, չնայած որակով կրթություն ասվածն էլ հարաբերական է, բայց գոնե մի բարի խմբակ չկա, մի կարատեի խմբակ չկա։ Համերաշխություն չկա, եւ երբ որ ես ասում եմ մեզնից յուրաքանչյուրի ընտանիքը մեր պետության փոքր մոդելն է, նույն կերպ էլ ասում եմ մեզնից յուրաքանչյուրի գյուղը էլի մեր պետության փոքր մոդելն է։ 20 հոգանոց, 20 ընտանիքանոց գյուղում համերաշխություն չկա, իրար հանդեպ սեր չկա, հայրենիքի հանդեպ նվիրումը արդեն այս ստատուսային նվիրումը հայրենասիրական երգերով, կենացներով ոչ թե լսելի չի կամ հաճելի չի, կարելի ասել արդեն տհաճ է։ Միգուցե վերցնենք թուղթ ու գրիչ եւ ամեն մեկս գրենք։ Վերջին 5 տարում թեկուզ, վերջին 5 տարում այնքան արհավիրքների միջով անցնելով մեր երկրում շատ բան է փոխվել, բայց եթե այդ փոխվածի հետ նաեւ փոխվեինք մենք, հաջողությունը կրկնակի եռակի քառակի կլիներ։ Ունեմ արտահայտություն, երբ որ ասում եմ այնքան բան ունեմ լռելու, այսօր էլ ունեմ այնքան բան լռելու, փորձեցի ձեզ հետ կիսել այն միտքը, որ կարելի է կամ թույլատրելի է, բայց կամաց շատ ավելի կսկսեմ երևի ուղիղ եթերս, նաև հաջողության պատմություններ կներկայացնենք, կկիսվեմ ձեզ հետ պատմություններով։ Շնորհակալ եմ, ինձ այս գեղեցկուհին ծաղիկներ եմ բերել, ապրես, շատ սիրում եմ։ Եվ ինչպես ամեն անգամ ասում եմ, խնդիրները կբարձրաձայնենք լուծումները գտնելու համար, եւ ես ինքս առաջին հերթին ինձնից գոհ չեմ, որովհետեւ 16-17 թվականից ավելի ակտիվ գյուղերի զարգացման ծրագրերի հետևից քայլելով, վազելով, հոգի դնելով, իմ կյանքի ընտանիքի ժամանակը դնելով, ես ինձանից գոհ չեմ։ Եթե գոհ լինեի արդյունքից, ես ուրախ կլինեի, եթե հաջողած լինեի, բայց գոհ չեմ, որովհետև ես ունեմ երազանք ունենալ գունավոր երջանիկ, գունավոր դարպասներով ու տանիքներով, հարուստ գյուղացիներով գյուղ եւ բավականին աշխատել եմ, 10 տարուց ավել աշխատել եմ այդ ծրագրի վրա, երբ որ առաջ ասում էին մի մարդ 10-20 տարի գիրք է գրել, զարմանում ես, բայց ես այդ ծրագրի վրա ամեն անգամ կատարելագործելով, ամեն անգամ ծրագրի մի կետը մի գյուղում կիրառելով եւ ես վստահ եմ, որ այդ գյուղը ես ունենալու եմ, չգիտեմ երբ, եւ երբ որ այդ գյուղը լինի, նոր արդեն կսկսեմ դեղին ոտնահի հետ գրքի սրբագրումը եւ բաց տողերը լրացնելն ու հրատարակումը։
բայց երբ որ քո միտքը չի ընկալվում, այսինքն ես երևի ճիշտ չեմ կարողանում փոխանցել միտքս, ինչ ասել է հարուստ գյուղացիներով գյուղ, որովհետև ես ուզում եմ, որ յուրաքանչյուր ընտանիք լավ ապրի, ինքնաբավ լինի, իր գումարը վաստակի, սեփական բիզնես ունենա, հատկապես գյուղերին է վերաբերում դա, որպեսզի գյուղը չլքեն, պետք է պատճառ ունենան չլքելու, պետք է իրենք իրենց գյուղի տերը զգան, բայց գյուղերում նույն պատկերն եմ հանդիպում, երբ որ գյուղապետերը, երբ որ ասում եմ գյուղերում, դա հնարավոր է ոչ բոլոր գյուղերում, բայց եթե 954 գյուղից, օրինակ 200 հաջողության պատմություն ունենք գյուղերի գյուղապետերի, վարչական ղեկավարների կամ խոշորացված համայնքի ղեկավարի, ես կարող եմ ասել, մեծ հաշվով մենք ձախողել ենք, 900-ից 200-ը դա հաջողություն չէ։ Երբ որ գյուղապետը, վարչական ղեկավարը, խոշորացված համայնքի ղեկավարը, կարևոր չի անունը, պաշտոնը, ծառայությունը ինչպես է կոչվում, երբ որ նա իրեն զգում է ոչ թե ծառան գյուղի այլ տերը, այդ գյուղի դուռը համարեք փակված, որովհետև այդ մարդը երբ որ իրան տերն է զգում, նաև հասկանում է, որ ժամանակավոր է եւ հնարավորինս շատ պետքա բարելավի, բարեկեցիկ դարձնի իր կյանքը եւ հաստիկներին պիտի անդրադառնամ եւ այս բոլոր մարզերին ա վերաբերում, չեմ ուզում վերագրենք Ազնաբերդին կամ Վայոց ձորին, պարզապես երբ որ սկսեցի անկեղծանալ, խոսքը խոսք է բերում, այսպես ասեմ, օրինակ պետական հաստիկներ, շնորհակալ եմ, տեսեք ես ծաղիկներ եմ նվեր, ոնց չապրես այս գյուղում, եթե սոսեն գյուղը պահում է եւ ընտանիքը, վարդի, որդին, հարսը, երեխաները։ Երբ որ գյուղապետն է, արդեն մի հաստիկ, կինը գրադարանավարն է, հարսը չգիտեմ, մաքրուհին է գյուղապետարանի, եղբոր կինը քարտուղարն է, այս այնպիսի թափանցիկ բանի մասին եմ խոսում, մտեք ցանկացած դպրոց, մտեք ցանկացած գյուղապետարան եւ մոնիտորինգ արեք։ Շատ հեշտ հասարակ բան եմ ասում։ Դպրոցի տնօրենը տնօրենն է, հարսը տեխնոլոգիայի ուսուցիչն է, եթե շատ լավ կրթություն չունի, գիտելիք չունի, եղբայրը ֆիզկուլտուրայի ուսուցիչն է, մեկը փոխտնօրենն է, մեկը գրադարանավարն է, այսինքն եթե կա գյուղում պետական գյուղապետարան, դպրոց եւ բուժ հաստատություն, չէ՞։ Ես առհասարակ ասում եմ գյուղում աշխատատեղսկի չպիտի էլ լինի։ Այն որ մեկ ասում են, բա աշխատատեղ չկա, գործարան չկա, ես ասում եմ գյուղում պետքա լինի գյուղապետարանը, դպրոցը եւ ամեն մեկի տունը ձեր բիզնես կենտրոնն է։ Պահածո պատրաստեք, ջրեր պատրաստեք, թեյեր պատրաստեք, ձեր տունը հյուրատուն դարձրեք։ Ես խոսում եմ այս բային ոչ թե աշխատատեղերի, այլ եղած աշխատատեղերը ճիշտ բաշխելու մասին։ Եվ եթե գյուղը ունենում է երկու ֆեոդալ, այն է գյուղապետը եւ տնօրենը, հետեւաբար այդ գյուղի մահվանից առաջ խրխրոցը սկսում է հենց այդ պահից, երբ որ գյուղացին, որտեղ օրինակ բնակվում են 20-30 ընտանիք, բայց այդ 10 հաստիկը կոնկրետ դպրոցի տնօրենի եւ գյուղապետի ընտանիքի անդամներինն են, գյուղացին իրեն իր իսկ գյուղում զգում է ավելորդ եւ բնականաբար գնում է քաղաք, վարձով ապրելու, որովհետեւ եթե իր գյուղում է ոչ մեկ, կգնա քաղաքում կլինի ոչ մեկ, եւ գոնե այնտեղ որևէ ռեստորանում աման կլվա, ամուսինը տաքսի կքշի, իր երեխեն էլ կօգտվի խմբակներից։ Սա փորձում եմ ավելի մեկնաբանել, հասանելի, հասկանալի, տնավարի ասված եւ ցավով եմ սա ասում, ոչ թե սարկազմով, ոչ թե հեգնանքով, որովհետեւ խոսելիս իրականում ցավ եմ ապրում, դա այդպես պիտի չլինի։ Եվ իրականում երկրի զարգացումը պետք է սկսել։ Երևանն էլ այդ խնդիրները ունի։ Երևանի կենտրոնից խնդրում եմ դուրս եկեք գնացեք ցանկացած ծայրամաս, սարսափելի վատ վիճակում է, բայց ես Երևանի մասին չեմ խոսում, որովհետև Երևանի խնդիրներով թող խոսի Երմարթը, ով այդ ոլորտի մարդ է։ Ես խոսում եմ գյուղերի մասին, որովհետև իմ կյանքն եմ դրել այս գյուղերին ու գյուղերի ճանապարհներին, եւ այս տարբերակում
էլի փողը չի խնդիրը եւ էլի պիտի ասեմ, քանի որ մենք միշտ խոսում ենք կրթությունից եւ 2025 թվականը կրթվելը նորաձև շարժման շրջանակում հայտարարվել է կրթվելու տարի, հետեւաբար պիտի ասեմ, որ այդ կրթությունը պետք է սկսվի առաջին հերթին դպրոցի տնօրեններից, գյուղապետերից, այսինքն պատկան մարմիններից, ովքեր ղեկավարում են կառույցներ, որպեսզի իրենք իմանան ինչպես ղեկավարեն, որ գյուղը չդատարկվի, որ դպրոցից երեխաներին չտանեն ուրիշ դպրոց, եւ հետեւաբար այս տարբերակում ոլորտային կրթություն ասվածը պետք է սկսվի հեռավոր գյուղերից եւ երբ որ ասում եմ ոլորտային կրթություն, դա չի նշանակում, որ այդ գյուղապետը հնարավոր է ունի 2 բարձրագույն պլյուս մագիստրատուրա, պլյուս պաշտպանած է, երևի դոկտոր է եւ այլն, բայց ինքը գյուղապետ չի, վարչական ղեկավար չի, այսինքն պիտի լինի ոլորտի դասընթաց ու ինքը պետքա լինի ոչ ֆիկտիվ։ Երբեմն լինում են դասընթացները անունով, թղթով, բայց դասընթացը չկա, կամ դասընթացի արդյունքը չկա։ Այսինքն գյուղապետը, վարչական ղեկավարը, դպրոցի տնօրենը, այս են կարևոր հաստիկներն են, որոնք որ գյուղն են պահում, իրենք պետք է իմանան, որ իրենցը պաշտոն չի, այլ ծառայություն է եւ առհասարակ ցանկացած պետական աշխատանք առաջին հերթին ծառայություն է։ Ծառայություն է ժողովրդին, որովհետև այդ բոլոր հաստիկները աշխատավարձ են ստանում ժողովրդի հարկերից։ Եվ երբ որ ասում եմ ոլորտային կրթություն, նույնը մանկապարտեզի ամբողջ աշխատակազմը պետք է կրթվի, որ երեխայի վրա չբղավի, չխփի։ Նույնը ծնողները պետք է կրթվեն, որովհետև երեխան պետք է դպրոց գնա, դաստիարակություն ստանա տանը, կրթություն դպրոցում։ Եվ այն որ այնքան sense կուտակված մի քանի թեմաներ էր, բայց քանի որ ես պետք է գնամ, բայց մի փոքր ուզում եմ ձեզ նաև գյուղի այս գեղեցիկ հատվածը ցույց տամ, ոգևորելու համար, մոտիվացնելու համար, որ խնդրում եմ, գոնե եթե չեք պատրաստվում եւ բնական է, որ չեք պատրաստվի ձեր մի ուրիշ կյանքը փոխել գյուղի կյանքով մի անգամից, բայց հնարավորություն ունեք բոլորը հեռավոր գյուղերում գնել, թե հողատարածք, թե տուն, հին լքված տներ կան, 2-3-4 $4,000 հեռավոր գյուղերի մասին է խոսքս, քանդվող տներ, մոլախոտի մեջ կորած տներ, արդեն անձրևը տան ներսում եկող տներ, բայց այս հատվածը այսպես շրջելով էլ երևի սահմանափակեմ ու ասեմ գոնե որպես հովեկը դաչնիկն ա մեր մյուս լեզվով ասած, ձեզ համար ամառանոց գնեք եւ ամառները անցկացրեք գյուղում, որովհետեւ իրականում կյանքը գյուղից է սկսվել եւ ես վստահ եմ, որ մի օր բոլորը գյուղ են վերադառնալու, որովհետեւ մայրաքաղաքն էլ չունի անսահմանափակ ռեսուրսներ եւ էլի ռուսերեն բառը օգտագործեմ bez razmerchi եւ մի օր արդեն էլ տեղ չի լինելու։ Ինչպես կարելի է այս դրախտը փոխել քաղաքի աղմուկի հետ։ Եվ դրական նոտայի վրա ավարտելով ասեմ, որ ինքս էլ իմ երազանքների ամենակարևոր կետում, ամենակարևոր հատվածում տեղադրել եմ հենց այն, որ ոչ հեռու ապագայում ես ինքս ընտանիքով տեղափոխվելու եմ գյուղ, ապրելու եմ գյուղում, չնայած հիմա էլ համարյա գյուղական Խարբերդում ենք ապրում, որը սեփական տուն է եւ գյուղ է, բայց խոսում եմ հեռավոր գյուղի մասին, ամենահեռավոր գյուղն եմ ընտրելու։ Ապրելու եմ գյուղում, այնտեղ զբաղվելու եմ գյուղական զբոսաշրջությամբ, ընդունելու եմ հյուրեր եւ վայելելու եմ գյուղը, որովհետեւ իրական կյանքը գյուղում է եւ անկեղծ է դեռ գյուղը։ Գյուղում սեր կա անկախ ամեն ինչից, մաքուր օդ կա եւ գյուղում հատակին նստելու համար ոչ ոքի հետ կռիվ չի տալիս։ Սիրում եմ բոլորիդ, շնորհակալ եմ, որ հետևում եք իմ ուղիղ եթերներին եւ ասում եմ արև ձեզ։